Well, thank you very much for joining us in this Շնորհակալություն, որ միացել եք մեզ այս նիստին։ Վերնագին այսպեսին է Հայաստանը փոփոխվող աշխարհում եւ հիմա բեմ ենք հրավիրում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ձեր գերազանցություն, խնդրեմ համեցեք բեմ։ Շատ շնորհակալություն, ձեր գերազանցություն, ուրախ եմ ձեզ տեսնել։ Շատ շնորհակալություն։ Նախ Պրահա գալու համար առաջին անգամ եք մասնակցում Globsec խորհրդաժողովին, որքան իմացա, 20-րդ հոբելյանական կոնֆերանսն է։ Նիստը ինչպես գիտեք կոչվում է այսպես. Հայաստանը փոփոխվող աշխարհում աշխարհը շատ արագ է փոխվում։ Նախքան մանրամասներին հասնելը ինձ հետաքրքիր է։ Կարող եմ ընդհանուր հարց տալ ձեր տեսանկյունից, երբ դիտարկում եք այսօրվա աշխարհը։ Այն ավելի վտանգավոր աշխարհ է, ավելի շփոթեցնող աշխարհ է, աշխարհ է արդյոք, որում կանոնները շատ արագ են փոխվում։ Գիտեք, ես կարծում եմ, ոչ ոք այդ հարցին պատասխանելու առումով դժվարություն չեր ունենա, դժբախտաբար։ Իսկ պատասխանն ակնհայտ է։ Դժբախտաբար ամեն օր աշխարհը ավելի ու ավելի վտանգավոր է դառնում։ Մյուս կողմից, սակայն, քաղաքական գործիչների խնդիրն է փոխել իրավիճակը։ Անել ինչ-որ բան, որպեսզի իրավիճակը փոխվի։ Ուստի հիմա մեր կառավարությունը կենտրոնացել է խաղաղության օրակարգի ուղղությամբ, մեր տարածաշրջանի խաղաղության, քանի որ գիտեք, բոլորը փնտրում են անվտանգություն մեր օրերում։ Իրականությունը այն է, որ միայն խաղաղությունը կարող է ապահովել անվտանգություն։ Ահա թե ինչու մենք աշխատում ենք Մենք աշխատում ենք այս շատ կարևոր պահին, փորձում փոխել իրավիճակը, փոփոխության հասնել եւ մնայուն հարատև խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում, որը առաջին հերթին ասեմ, որ խաղաղության Ադրբեջանի հետ խաղաղության մեր գործընթացն է։ Գիտեք, որ մենք կարողացել ենք ավարտին հասցնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցությունները եւ այժմ պայմանագրի տեքստի նախագիծը համաձայնեցված է, սպասում է ստորագրման։ Ներկայումս մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք, թե ինչպես հասնենք այդ կետին եւ ստորագրենք, հետո նաև վավերացնենք պայմանագիրը։ Այդ գործընթացում ենք եւ հույս ունենք, որ կկարողանանք դա հնարավորինս շուտ անել։ Դուք ասացիք, որ Հայաստանի ուղերձը հիմա տարածաշրջանում հատկապես լինելու է խաղաղության եւ կայունության ուղերձ։ Դրանք են ձեր նպատակները, որոնց ձգտում եք հասնել։ Դուք արդեն նշեցիք խաղաղության պայմանագրի նախագծի մասին, որը կարողացել եք ապահովել, դա մարտին էր։ Իհարկե ժամանակն արագ է անցնում։ Ձեր կարծիքով, սակայն դուք վստահ եք արդյոք, որ ընթացքը ճիշտ ուղղությամբ է։ Ի վերջո նպատակը կատարման հասնելն է։ Գիտեք, հենց այն փաստը, որ մենք համաձայնեցրել ենք կոնկրետ նախագիծ, տեքստի նախագիծ, դա նշանակում է, որ դա կոնկրետ ձեռքբերում է։ Իհարկե անհրաժեշտ է դա նաև կյանքի կոչել, շարունակելով այս գործընթացը, ես ընդհանուր առմամբ այո համոզված եմ, որ մենք հասնելու ենք այդ կետին, քանի որ մենք կարողացել ենք շատ բաներ անել եւ կան կոնկրետ արդյունքներ, կոնկրետ ձեռքբերումների միջայլոց։ Դրան զուգահեռ անցյալ տարի մենք կարողացանք Ադրբեջանի հետ սկսել մեր սահմանազատման գործընթացը եւ ներկայումս սահմանի մոտ 12 կիլոմետրը սահմանազատված է, արդեն մեկ կարևոր նրբություն այստեղ կա։ Շատ շատերը շատ հորատես էին այդ հարցում։ Շատ կասկածներ կային, թե արդյոք Հայաստանը եւ Ադրբեջանը կկարողանան
դա անել, սակայն այժմ մենք ունենք շատ կոնկրետ օրինակ, շատ կոնկրետ խաղաղության մեկ կտոր, որովհետև ես սովորաբար ասում եմ, որ մեր սահմանի սահմանազատված մասը անվտանգության երաշխիքներով տարածք է, եւ դա իրականություն է։ Ես կարգախոս եմ որդեգրել, ասելով չի լինի պատերազմ Հայաստանի Ադրբեջանի միջև, կլինի խաղաղություն։ Եվ դա իրականություն դարձնելու համար կոնկրետ ժամանակային հորիզոն դիտարկում եք, 25 թվականն արդեն կես է ընկել, 26 թվականին դա պետք է սպասել։ Գիտեք, կա որոշակի իրավիճակ, դուք գիտեք, որ Ադրբեջանը գործընթացը կապում է որոշ խնդիրների հարցերի հետ։ Դրանցից մեկը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կառույցների լուծարումն է։ Մինսկի խումբը ստեղծվել էր որպես բանակցային հարթակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար եւ ընդհանրապես որպես բանակցային հարթակ Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության համար։ Եվ Ադրբեջանը առաջ է քաշում այդ մեխանիզմի լուծարման հարցը։ Եվ ընդհանուր առմամբ դա մեզ համար ընդունելի օրակարգ է, սակայն կա մի շատ կարևոր նրբություն։ Մենք ցանկանում ենք համոզվել, որ չի լինի այնպիսի հավանականություն, որ օրինակ հակամարտության էջը փակվի Ադրբեջանի տարածքում եւ հակամարտությունը արտահանվի Հայաստանի տարածք։ Ինչու գոյություն ունեն նման մտահոգություններ, որովհետև դժբախտաբար մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում սկիզբ է առել մի գործընթաց, որում ադրբեջանական որոշ շրջանակներ սկսել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտ 60%-ն անվանել Արևմտյան Ադրբեջան, որը շատ հավանական է, որ տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ, բայց ինչպես ենք մենք պատկերացնում ելքն այս իրավիճակից։ Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ լուծարել Մինսկի խմբի կառույցները։ Ինչ վերաբերում է ժամկետին, ապա գիտեք, ես կարծում եմ, որ մենք պետք է փորձենք ապահովել ամենը, ի նկատի ունեմ խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ Մինսկի խմբի մեխանիզմի լուծարումը նախքան այս տարվա վերջ։ Մենք առնվազն կփորձենք դա անել, այսինքն նպատակն է նախքան տարվա վերջ, 25-ի տարեվերջ ցանկանում եք դրան հասնել։ Այո, իհարկե։ Եվ այժմ շատ հստակ ուղեցույց ունեք, կամ պատկերացնում եք խաղաղության պայմանագրի ստորագրումը, որոշ խնդիրների լուծում, որոնք ծագել են կամ կարող են ծագել, նաև ժամանակային հորիզոնը մատնացույց արեցիք, բայց դա իհարկե Հայաստանի տեսանկյունն է, եւ շատ հստակ ասացիք, որ մենք խաղաղության պետություն ենք, խաղաղություն ենք ուզում տեսնել, բայց ձեր քննարկումների մեջ Ադրբեջանի ղեկավարության հետ, իսկ ես գիտեմ, որ հանդիպեցիք Եվրոպական քաղաքական համայնքի ժողովի ընթացքում եւ քննարկելու ժամանակ ունեցաք, ինչքանով կարող եք բացահայտել առանձնազրույցների բովանդակությունը, բայց ինչ տպավորություն եք ստանում իրենց կողմից։ Դրական էր խոսակցությունը։ Մենք պայմանավորվեցինք, որ պիտի աշխատենք միասին այս թեմայի շուրջ, կան նրբություններ եւ իմիջիայլոց մենք աշխատում ենք այս ուղղությամբ, քանի որ դիվանագիտական հարաբերություններ դեռևս Ադրբեջանի հետ չունենք, բայց ունենք դիվանագիտական շփումներ, կոնտակտներ, եւ մենք աշխատում ենք, մենք փորձում ենք նրբությունները լուծել, բարձել։ Մեկ խնդիր է Ադրբեջանը բարձրացնում, որը կապված է իրենց այն ընկալման հետ, թե Հայաստանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ընդդեմ Ադրբեջանի։ Գիտեք, մեր ընկալումն այդ խնդրի ինչպիսին է, խնդրի, որը բարձրացնում է Ադրբեջանը։ Նախ եւ առաջ մենք փորձում ենք դա ընկալել որպես Ադրբեջանի կողմից հնչեցվող անկեղծ մտահոգություն եւ հենվելով այդ կետի վրա մենք
Ինչ արձագանք ենք մենք ցուցաբերում։ Մեր արձագանքն հետևյալն է, որ կա միայն մեկ կառույց, մեկ հաստատություն, որը կարող է պաշտոնապես հայտարարել, թե Հայաստանի սահմանադրությունն ինչ է պարունակում եւ ինչ այն չի պարունակում Հայաստանի սահմանադրության մասին է խոսքը եւ բնականաբար դա մեր սահմանադրական դատարանն է։ Անցյալ տարի մի շատ կարևոր բան տեղի ունեցավ, Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրեցին պատմության մեջ առաջին միջազգային փաստաթուղթը եւ դա սահմանազատման եւ սահմանագծման երկու կողմերի հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն էր եւ շատ կարևոր նշություն կա այստեղ։ Մի դրույթ կա, որի համաձայն Ալմաթայի 1991 թվականի հռչակագիրը այն հիմնարար սկզբունքն է մեր սահմանների, Ադրբեջանի սահմանների սահմանազատման համար։ Իսկ ինչ է Ալմաթայի հռչակագիրը։ Հռչակագիրը, որը ստորագրվել է նախկին խորհրդային 11 հանրապետությունների կողմից այն ժամանակ, երբ փլուզվում էր խորհրդային միությունը եւ երկու հիմնական իմաստներ ունի Ալմաթայի հռչակագիրը։ Առաջինը խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ եւ երկրորդը խորհրդային հանրապետությունները, այդ թվում Հայաստանը եւ Ադրբեջանը դառնում են անկախ պետություններ, ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը եւ այն ժամանակ գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը։ Մեկ նշբություն էլ կա, որովհետեւ գիտեք, որ տևական է եղել հակամարտությունը։ Դրանից հետո 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանը եւ Ադրբեջանը Ֆրանսիայի Եվրոպական միության մասնակցությամբ եւ ներկայությամբ որոշեցին ստեղծել որոշեցին լուծել երկրների միջև առկա խնդիրները Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ Ալմաթայի հռչակագիրը նշանակում է, որ խորհրդային ժամանակների Հայաստանը անկախ Հայաստանն է նույն տարածքով եւ խորհրդային ժամանակների Ադրբեջանն անկախ Ադրբեջանն է նույն տարածքով։ Ուստի դրանից հետո հիմա վերադառնանք այն կանոնակարգին, որը ստորագրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, մենք մեր օրենսդրության համաձայն կանոնակարգն ուղարկեցինք մեր սահմանադրական դատարան, որը պիտի որոշեր այդ փաստաթղթի համապատասխանությունը մեր սահմանադրությանը։ Մեր սահմանադրական դատարանը որոշեց, որ այն ամբողջովին համապատասխանում է մեր սահմանադրությանը։ Իսկ դա նշանակում է, որ իրավաբանորեն պարտադիր որոշման համաձայն, մեր սահմանադրական դատարանի որոշման համաձայն, մեր սահմանադրության մեջ չկա որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ կամ որևէ այլ պետության կամ հարևանի նկատմամբ, բայց կա եւս մեկ շատ կարևոր լուր, ինչպես արդեն ասացի, մենք համաձայնեցրել ենք խաղաղության պայմանագրի տեքստի նախագիծը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ այնտեղ արդեն իսկ նույն Ալմաթայի հռչակագիրը համաձայնեցված տեքստում նշված է որպես խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման հիմքը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման հիմքը։ Երկրորդ իրավադրույթ էլ կա, որի համաձայն Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ սահմանների անխախտելիությունը, հենվելով այն փաստի վրա, որ խորհրդային ժամանակների վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ։ Եվ եւս մեկ շատ կարևոր դրույթ կա, որի համաձայն կողմերը, այսինքն Հայաստանը եւ Ադրբեջանը չունեն որևէ տարածքային պահանջ միմյանց նկատմամբ եւ պարտավորվում են այդպիսի պահանջներ չներկայացնել ապագայում։ Եվս մեկ շատ կարևոր դրույթ կա, որի համաձայն կողմերից որևէ մեկը իրավունք չունի իր ներքին օրենսդրությունը վկայակոչել որպես հիմնավորում չկատարելու համար
խաղաղության սույն պայմանագիրը։ Ուստի ինչ է իմ ասելիքը։ Երբ մենք ստորագրենք այդ պայմանագիրը Ադրբեջանի հետ, կառավարությունը պարտավոր է այն ուղարկել Հայաստանի Սահմանադրական դատարան։ Մենք երկու տարբերակ ունենք։ Սահմանադրական դատարանը կարող է որոշել, օրինակ, որ այն չի համապատասխանում մեր սահմանադրությանը։ Ուստի նույնիսկ չնայած որ մեր փորձագետներն ասում են, որ դա հավանական չէ, քանի որ մեր սահմանադրական դատարանն արդեն իսկ Ալմաթայի հռչակագրի մասին որոշում կայացրել է, բայց դատարանը մնում է դատարան, եթե դատարանը որոշի, որ այն չի համապատասխանում մեր սահմանադրությանը, այդ պարագայում մենք ստիպված կանգնենք ընտրության առաջ։ Ես արդեն հրապարակավ ասել եմ, որ եթե մեր սահմանադրական դատարանը որոշի, որ այն չի համապատասխանում մեր սահմանադրությանը, անձամբ ես կնախաձեռնեմ սահմանադրական բարեփոխումներ։ Այնպիսի բարեփոխումներ, որոնք մեզ հնարավորություն կընձեռեն առաջ շարժվել, սակայն եթե մեր սահմանադրական դատարանը որոշի, որ այն լիովին համապատասխանում է մեր սահմանադրությանը, մենք կարող ենք այն ուղարկել խորհրդարան եւ վավերացնել այն։ Եվ վերջին մեկ բան, վավերացման դեպքում, այդ պայմանագրի մեր խորհրդարանում վավերացման դեպքում մենք մեր սահմանադրության մեջ ունենք դրույթ, որի համաձայն վավերացված միջազգային փաստաթղթերը ավելի բարձր իրավական ուժ ունեն, քան ներպետական օրենսդրությունը։ Ուստի ես ի նկատի ունեմ, որ եթե Ադրբեջանի մտահոգություններն անկեղծ են, այդ մտահոգությունները հարատելու անմիջական երաշխավորված ճանապարհը խաղաղության պայմանագիրը ստորագրելն է։ Եվ վերջին մեկ բան կներեք, Հայաստանը նույնպես ունի որոշակի մտահոգություններ կապված Ադրբեջանի սահմանադրության հետ եւ այլն, բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում։ Ինչու՞։ Որովհետեւ մենք տեսնում ենք, որ արդեն համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստի նախագծում այդ հարցը մեր պարագայում եւս լուծված է, որոշված է, ուստի մենք պետք է գնանք եւ ստորագրենք այդ պայմանագիրը, որպեսզի լուծվեն բոլոր այդ խնդիրները։ Եվ պարոն վարչապետ, երկու շատ մանրամասնորեն բացատրեցիք։ Հուսամ, որ պարզ էր, որովհետեւ միգուցե չափազանց խրթին է, բայց դա նաեւ վկայում է այն մասին, որ կան բարդություններ, բարդ հանգամանքներ, նրբություններ։ Դուք ասացիք, որ կան նրբություններ սահմանադրության հետ կապված Ադրբեջանի, որոնք առաջ չեք քաշում, իրենք հնարավոր է ունեն նրբություններ կապված ձեր սահմանադրության հետ, եւ դուք բացատրեցիք, թե ինչպես տեղի կունենա այդ գործընթացը։ Ես ինչու եմ սակայն ժամկետը կարևորում։ Մի շարք վերլուծաբաններ առաջ են քաշել այն մոտեցումը, թե վատթարագույն սցենարը, որը կարող է իրականություն դառնալ, ուստի կարևոր է թափը պահպանել, եթե ձգձգվի եւ ստորագրումը տեղի չունենա, դա դժբախտաբար նախկինում անցյալում եղել է, այլ տարածաշրջաններում եւս դա կարող է բերել նոր լարվածության, հրադադարի խախտման եւ արդյունքում չհասնեք նրան, ինչին ասացիք ուզում եք հասնել, այն է տևական խաղաղության։ Մտավախություն ունեք, որ դա կարող է իրականություն դառնալ, եթե ընթացք չլինի։ Ես արդեն ասացի, որ չի լինի պատերազմ, չի լինի լարվածություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, լինելու է խաղաղություն։ Տեսեք, մենք կենտրոնացած ենք, մենք փորձելու ենք այն հունիսին ստորագրել։ Եթե դա չստացվի, մենք կփորձենք դա անել հուլիսին։ Մենք շարունակաբար այդ ուղղությամբ կաշխատենք եւ ի վերջո կստորագրենք խաղաղության պայմանագիրը եւ հաստատենք խաղաղություն, որովհետեւ խաղաղության պայմանագիրը, որը նշեցի, փոխադարձ ձեռքբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի դիվանագետների։ Իմիջայլոց մենք արդեն իսկ ստորագրել ենք միջազգային առաջին փաստաթուղթը, իմիջայլոց վերջերս գիտեք ինչ տեղի ունեցավ։ Ադրբեջանը սատարեց Հայաստանի թեկնածությանը, որպեսզի Հայաստանը հյուրընկալի EPC Եվրոպական քաղաքական համայնքի մյուս
Գագաթնաժողովը եվրոպական քաղաքական համայնքի ձևաչափը։ Ոմանք ասում են, որ շատ դրանով կապվում է Եվրամիության հետ եւ շատ օգտակար է այդ ձևաչափը։ Այո, դա կարևոր է։ Հայաստանը սատարեց Ադրբեջանի տեխնացությանը, որ վերջինս հյուրընկալի նույն գագաթնաժողովը 2028 թվականին։ Ամենուր միշտ դինում են բազմաթիվ մարտահրավերներ։ Ինչը ակնհայտ է, կան բազմաթիվ մարտահրավերներ։ Բայց ասելիքս հետևյալն է. մենք արդեն իսկ հասել ենք մի կետի, որում մենք կարող ենք վստահ լինել, որ պատերազմ չի լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, կլինի խաղաղություն։ Դուք շատ պարզ ասացիք դա։ Եվս մեկ շատ հետաքրքիր հանգամանք կա, որը ցանկանում էի ցուցադրել, միգուցե ցուցադրենք կադրերի մեջ միջին միջանցքի գաղափարը, որը շատ լայն ենթակառուցվածք է, որը կարող է հարավ-արևելյան Ասիան կապել ընդհուպ մինչև Եվրոպայի հետ։ Էկրանին միգուցե նկարները ցուցադրենք, որը շատ հետաքրքիր եք համարում դուք, իհարկե գաղտնիք չէ, որ տարածաշրջանում հաղորդակցությունը բարդ է, որոշ առումներով անգամ գոյություն ունի որոշ տեղերում, որը վարչապետ ինչու է սա ձեզ հետաքրքիր։ Եվ Գլոբսեքի համատեքստում ինչու է կարևոր, որ եվրոպական լսարանը դրա մասին իմանա։ Երբ մենք խոսում ենք տևական եւ մնայուն խաղաղության մասին, շատ կարևոր է որոշակի միջավայր ձևավորել, այսպես ասեմ, փոխկախվածությունների, փոխադարձ կախվածությունների, որի համար լավագույն գործիքը ենթակառուցվածքն է, ենթակառուցվածքներն են, տնտեսությունն է, տարանցիկ ուղիներն են, տարանցման ուղիներն են եւ այլն եւ այլն։ Հայաստանի կառավարությունը այսպիսի նախագիծ է մշակել, որը կոչվում է խաղաղության խաչմերուկ։ Գիտեք, որ մինչ օրս մեր 4 սահմաններից 2-ն ամբողջովին փակված են։ Ի նկատի ունեմ Թուրքիայի հետ մեր սահմանը եւ Ադրբեջանի հետ մեր սահմանը։ Եվ այս առաջարկը, որը վերաբերում է այս առաջարկը վերաբերում է բոլոր կապակցվածության, բոլոր կապուղիների բացմանը Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև, այդ թվում նաեւ Ադրբեջանից դեպի Ադրբեջան Հայաստանի տարածքով եւ Հայաստանից դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Դա կդառնար հերթական շատ կարևոր գործոնը տարածաշրջանի խաղաղության եւ անվտանգության համար, եւ մենք քննարկում ենք եւ մենք ավելի լիարժեքորեն դեռ քննարկելու ենք այս նախագիծը մեր հարևանների հետ։ Դուք նիստը շուտով կավարտվի, բայց այս հարցը պետք է տամ, քանի որ դուք էլ նշեցիք։ Դուք ասացիք, որ մենք տնտեսապես շահավետ չի լինի, այլ կլինի նաեւ հարաբերությունները կայունացնող գործոն։ Թուրքիան նշեցիք։ Թուրքիայի հետ ակտիվորեն փորձում եք հարաբերությունների նորմալացման օրակարգ իրագործել եւ ինչ արձագանք կա Թուրքիայի կառավարությունից, որը շատ կարևոր դերակատար է տարածաշրջանում։ Վերջին տարիներին մենք կարողացել ենք բավական ակտիվ երկխոսություն ձևավորել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Մի շարք հանդիպումներ ենք ունեցել նախագահ Էրդողանի հետ։ Այդ հանդիպումները եղել են կառուցողական, տեղում մենք գործնական բազմաթիվ ձեռքբերումներ չունենք, բայց երբ 3 տարի առաջ Հայաստանը ուզում էր իմանալ, թե ինչ դիրքորոշում ունի Թուրքիան որոշ հարցերի վերաբերյալ, մենք պետք է այդ մասին հարցնեինք երրորդ մի երկրի եւ հարցնեինք Թուրքիային եւ պատասխանը հետ բերեինք, բայց այժմ մենք ունենք ամիջական ամենօրյա կոնտակտ մեր հարևանների հետ եւ ես հույս ունեմ, որ այս գործընթացը համոզված եմ, ի վերջո այս գործընթացը կհանգեցնի դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման եւ տնտեսական կապերի ձևավորման եւ այլն եւ այլն։ Իմ տպավորությունը եւ իմ կարծիքը հետեւյալն է։
Որտեղ ժամանակի հարց է։ Իհարկե, այս ամենը կապված է ընդհանուր տարածաշրջանային օրակարգի հետ, բայց ինչպես ասացի, մենք հավատարիմ ենք մնայուն խաղաղություն մեր տարածաշրջանում հաստատելու գաղափարին եւ մենք վճռական ենք մեզնից կախված ամեն ինչ անելու։ Իհարկե, մյուս կողմից մենք տեսնում ենք Թուրքիայի պատրաստակամությունը, ցանկությունը եւ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության կան որոշ նշբություններ եւ մենք պետք է ապահովենք արդյունք եւ այդ նշբություններին անդրադառնանք եւ ես համոզված եմ կարողանանք տանել։ Պարոն վարչապետ, շատ շնորհակալություն։ Բարդ աշխարհում դուք ձեր ուղերձը բարձ հաղորդեցիք, ուզում եք լինի հարաբերությունների նորմալացում, նորմալ դիվանագիտական հարաբերություններ եւ խաղաղության ուղերձով հանդես եկաք։ Շնորհակալ ենք ձեր ժամանակի համար եւ շնորհակալ ենք, որ եկաք Լոբսեք, հուսանք կրկին ձեզ տեսնել հաջորդ տարի, հաջորդ խորհրդաժողովին։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։